Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս արգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ մաղթում լավ տրամադրություն առավոտից, հատկապես կարծում եմ երջանիկ են այն մեր ռադիոլսողները, որոնք չեն սիրում շոկը եւ ուրախանում են, երբ զով է եղանակը։ Այո, առաջիկա օրերին կմիացնենք, արդեն միացվել է զովության ռեժիմը։ Եղանակի մասին քիչ անց, իսկ մինչ այդ տեղեկացնենք օգոստոսի 11-ն է օրը երեքշաբթի, այս պահին էլ եթե պատրաստվում եք հենց հիմա տանից դուրս գալ 22 աստիճան է Երևանում։ Դե բավականին զով եղանակ է, այնպես որ հաշվի առեք նաև այս հանգամանքը արգելի ռադիոլսողներ, բայց ամենակարևորը որ մեր տրամադրությունը զով չլինի, այլ լինի տակ, ջերմ։ Նաև բարձր, որպեսզի միասին անցկացնենք ամառային առավոտը լավ տրամադրությամբ։ Ձեզ հետ այսօր կլինել Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը, մնացեք մեզ հետ։ Միացեք մեզ, մենք սկսում ենք։ Այո, վաղ այսօրվա նման չի լինելու բնականաբար ժամանակը մեզնից է գնալու, պահնել բաց չենք թողում եւ ասում ենք 9:34 բարի լույս բոլորին։ Բարի լույս եւս մեկ անգամ հարգելի ռադիոլսողներ, այո, պահը բաց թողնել չի կարելի եւ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը պիտի վայելել ու կարողանալ ապրել ճիշտ։
Կրկին ասում ենք բարի լույս եւ առաջարկում ենք միանալ մեր սոցհարթակներին, որտեղ գործակցված են նաեւ մեր լայվերը, armradio.am կայքում ունենք լայվ զրուցարան եւ իհարկե Facebook-յան տարբերակով եւս։ Այո, եւ Ստյոպ Վարդանյանն արդեն հասցրել է մեզ ողջունել on-line հարթակում։ 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, հարգելի ռադիոլսողներ, նաեւ կարող եք մեզ հետ կապ հաստատել այդ տարբերակով եւս։ Շնորհակալ ենք, որ հետևում եք մեր ծրագրի ընթացքին, մենք սիրով ենք աշխատում հենց ձեզ համար։ Անցնենք մեր անմիջական պարտականությունների կատարմանը, տեղեկատվություն եւ այն էլ անհրաժեշտ տեղեկատվություն հենց այս րոպեների համար, հենց նրանց համար, ովքեր պատրաստվում են տանից դուրս գալ։ Սկսում ենք եղանակից Երևանում այս պահին 21 աստիճան է, չգիտեմ, քիչ առաջ 22 էր, հիմա 21 աստիճան տաքություն է։ Տեսնենք ինչ իրավիճակ է հանրապետության տարածքում։ Ասում են, որ ավելիճ կանխատեսել են մեզ համար, որ օգոստոսի 11-ին առանձին վայրերում հանրապետության անձրևները կլինեն հորդարատ եւ հնարավոր է նաեւ կարկուտ։ Կարճատև անձրև եւ ամպրոպ ամբողջ Հայաստանի տարածքում։ Տեսնենք Երևանում ինչպիսին է պատկերը, այստեղ եւս երեկոյան սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, նաեւ քամու ուժգնացում 18-ից 23 մետր վարկյան արագությամբ։ Ջերմաստիճանն էլ այսօր Երևանում կբարձրանա մինչեւ 32 աստիճան։ Դե ված չի, գոհենք, էլի գոհենք։ Իսկ մայրաքաղաքում ուժգին անձրևներ երեկոյան ժամի Հորդարատ անձրևների մասին Երևանի պահով չկան։ Դե փառք։ Տեղեկություններ, գնանք ավտոճանապարհներ։ Եվ հիշեք, որ շամարվա այս ժամանակահատվածն այն ժամանակահատվածն է, որ եթե ունեք ժամանակ եւ հնարավորություն, պետք է բացահայտեք հայրենիքը եւ իհարկե ճանապարհորդեք Հայաստանի տարբեր մարզերով, հատկապես որ Հայաստանի Հանրապետությունում տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ինչ վերաբերում է Ստեփան-Զմինդալարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, այնպես որ ձեզ բարի ճանապարհ, եթե որոշել եք մեքենայով գնալ շրջագայության, իդեպ մեքենայով ուղևորվելն էլ բոլորովին այլ հաճույք է, այնպես որ փորձեք յուրաքանչյուր պահը բաց չթողնել եւ եթե կա հնարավորություն, թեկուզ սրճելու կամ մեկ ափսե ապուր ուտելու համար գնալ որևէ մարզ, այնտեղ տնական, համեղ, խամով ֆոտոբնության գրքում վայելել ու վերադառնալ։ Արի անենք եթերից հետո գնանք։ Բախտավոր աշխատում ենք։ Վարունգ, պանիր, լավաշ։ Այո, տաք թխած լավաշը վերցնում ես, պանիրը դնում ես տնական, կանաչիններ, լոլիկ, վարունգ, կողքից էլ ձմերուկ։ Վա, այդ ուր հասակ ձմերուկ է որ լինի, արդեն երաշտ է որ լինի, ասում ամեն տեղ է կգնի։ Ամեն տեղ է լինի։ Տեսեք, ձեզ տվեցինք պատրաստի բաղադրատոմս, տեսեք ինչ եք անում, եթե ի տարբերություն մեզ կարող եք եւ ժամանակը ձերն է կարող եք այդպես ճոխություն թույլ տալ ձեզ, ապա հետևեք մեր խորհրդին, ինչու ոչ։ Տեսնենք ինչ իրավիճակ է Երևանյան փողոցներում, շատ Լուսինեի հորդորը երևի թե լսել են, վերցել են այդ ամեն, այդ բուղջան, ինչպես ասում են։ Ու հիմա ուղևորվում են քաղաքից դուրս խցանումներից հեռու։ Այո, խցանումները դրա համար չկան, կարելի ասել քաղաքում այս պահին, որովհետև 5 բալ է խցանումային նիշը։ Ինչալուց եկել էր այդպես, բավականին թեթև է, փառք։ Մեծ մասը գնացել է քաղաքից դուրս կամ երկրից դուրս հանգստանալու։ Ոչ, դիմացեք սեպտեմբերին սկիմանաք ինչ է նշանակում խցանում։ Բայց մի րոպե, օգոստոսի 11-ն է դեռ վայելում ենք ազատ փողոցները։ Չնայած ազատությանը ունենք այս պայն Շիրակի փողոցի վրա 2 ավտովթար։ Հետո Ես այս պայն ուզում եմ առանձնահատուկ ողջունել այն վարորդներին, ովքեր մշտապես օգտագործում են թարթիչը։ Ուզում եմ ողջունել այն վարորդներին, ովքեր մշտապես պահում են առջևի մեքենայից օպտիմալ հեռավորություն 2-ից 3 մետր։ Եվ երրորդ կատեգորիան ուզում եմ ողջունել այն վարորդներին, ովքեր լուսամուտից աղբ չեն նետում փողոց։ Էլի կան կատեգորիաներ, եկեք ողջունենք այն վարորդներին, ովքեր ղեկին նստած նայում են դիմացը, կողքերը, այլ ոչ թե հեռախոսի մեջ։ Հաջորդ տարբերակը, եթե տեսնում եք, որ վերջ կանաչն արդեն ավարտվել է, մի խցկվեք։ Դեղինի տակ, չէ։ Դեղինի տակ մի փորձեք անցնել, որովհետև այդ մի քանի վայրկյանը ձեզ ոչինչ չի տալու, փոխարենը կարող է այլ իրավիճակ ստեղծվել։ Եվ ասենք, հիշեք, երբ խաչմերուկը ծանրաբեռնված է, մի փորձեք դուք էլ գնալ եւ ել ավելի խցանում ստեղծել, մնացեք ձեր տեղում, ինչ հաջորդ կանաչ լույսը։ Տուգանք հասնում է։ Այո, իմացեք, ձեր գրպանին են կպնում, այնպես որ ուշադրություն դարձեք նաեւ այդ հանգամանքին։ Օթային տարածքում նման խնդիրներ չկան, օթային տարածքներում շատ կան վաղաժամ վայրեջքներ կամ ուշացումներ եւ այսպես Մոսկվայի չվերթը ժամը 11-ի փոխարեն Հայաստան է ժամանելու 11:35-ին, Սոչիի չվերթը կրկին 11-ի փոխարեն Հայաստան կժամանի արդեն ժամը 13-ին։ Ունենք վաղաժամ վայրեջք շարժայի չվերթը 11:10-ի փոխարեն Հայաստան է ժամանելու 10:43-ին հարգելի ռադիոլսողներ եւ շարունակելով ասենք, որ ելի ունենք ուշացումներ ու վաղաժամ վայրեջքներ Դուբայի չվերթները երկուսն էլ 11:25-ի
15-ի փոխարեն Հայաստան են ժամանելու 11:02-ին, ունենք եւս մեկ ուշացում Բուրգասի չվերթը 12:05-ի փոխարեն Հայաստան է ժամանելու 12:20-ին, Հռոմի չվերթը վաղաժամ Հայաստան կժամանի 12:10-ի փոխարեն Հայաստանում կլինի 11:51-ին։ Եղանակը փոխվել է եւ ահա այսպեսի բան է։ Բավականին ակտիվ էր ժամանումների սանդրակափոխությունների տեսանկյունից։ Այո, գնանք թռիչքները դիտարկենք, ունենք ուշացում Սոչիի չվերթը, քանի որ ուշ է Հայաստան ժամանելու, հետեւաբար նաեւ ուշել կիրականացնի իր չվերթը 11:55-ի փոխարեն, օդ կբարձրանա 13:55-ին։ Սա էլ այսպես մնացածը Այսպեսին է պատկերը Զվարթնոցի չվացուցակում, տեսնենք տարադրամի շուկայում ինչ իրավիճակը եւ ինչ փոխարժեքները սահմանել Հայաստանի կենտրոնական բանկը։ Ամերիկյանը $1 օրվա փոխարժեքը 365 դրամ է, եվրոն 422, ռուսական 1 ռուբլու փոխարժեքը 4.43 է, վրացական լարին 139 դրամ է, Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի փոխարժեքը 99.6 դրամ է եւ իրանական ռիալը 0.026 կայուն պահպանում է իր դիրքերը։ Կոնտրությամբ դոլարն իջել է արդեն մի քանի օր։ Իմ ընտրությամբ մի թող, որովհետեւ ես վերջին շրջանում անդադար սա եմ ասելու, այնպես որ գնացինք ղրկսական սոմը կասենք։ Ինչու ոչ։ 4.18, հա, այդպես ասենք։ Մեկ էլ տեսար ինչ որ մեկին պետք է կապ, չէ։ Դա էլ կա։ Մենք շարունակում ենք 9:41, սա հանրային ռադիոյի առաջին ալիքն է։ Սուրճ ու սեր առավոտից։
Դե իհարկե, սուրճ ու սեր առավոտից միայն ու միայն հանրային ռադիոյի ուղիղ եթերից ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Ձեզ ասում ենք բարի լույս, եւս մեկ անգամ ողջունում ենք հարգելի ռադիո լսողներ եւ շնորհակալություն ենք հայտնում այսքան ակտիվ լինելու համար։ Ահա, ոմանք տաք երկրներից մեզ ջիջիլ են գցում եւ բարևներ են ուղարկում։ Բայց ամենակարևորը, էս Սևակ ջան, գնացել ես Կիպրոս, հանգստացիր, մեզնից հանգստացիր, եթերից հանգստացիր, ջերմ բարևներ քեզ։ Սևակը մեզ ասում է բարևներ Կիպրոսից, դե ինչ վայելիր ամբողջական հանգիստը, ծովը, արևը, լավ հիշողություններով ու տպավորություններով։ Այո, արի նորից ասենք Սևակը Կիպրոսում։ Լավ հանգստացած վերադարձիր, որովհետեւ գաս որպեսի հետո մեր փոխարեն աշխատես։ Այո, միանշանակ։ Վարդի Տեր Գևորգյանն ասում է ջերմ բարևներ բոլորիդ օրհնյալ օր, Թագուհի Կազարյանն ասում է բարևները Սարմավիրից, ձեզ սիրում ենք եւ լսում, շնորհակալություն մեր սերը փոխադարձեմ։ Այսպես է, Կիպրոսից Սարմավիր։ Եվ ասում է Վարդի Տերը հայկական համ ու հոտով սուրճ ու սեր հարգանքներս, այո, այդպես էլ կա, շնորհակալություն։ Մենք մեր ամբողջ սերն ու սուրճն ենք ուղարկում ձեզ։ Էդիկ Բաբուջյան ջերմ ողջույններ, ծաղիկներ է ուղարկել Էդիկը։ Ինչպես միշտ։ Շնորհակալ ենք հարգելի ռադիո լսողներ ջերմության համար։ Մենք նույնիսկ եթե շատ վատ ենք մեզ զգում, ձեր ջերմությունը մեզ նույնիսկ առողջացնում է։ Օգոստոսի 11-ն է, երեքշաբթի մենք շարունակում ենք, ես չգիտեմ հիմա նրանք ովքեր լողափին են մեզ լսում, կինետիկ ավազ կա նրանց ձեռքերում թե ոչ։ Չէ, այնտեղ չկա հաստատ, Սևակ ջան, չկա, չէ, կինետիկ ավազ, այսօր համաշխարհային օրն է կինետիկ ավազի։ Դա շատ լավ, որպես առողջաբեր բան է։ Եվ ձեռքերի մոտորիկայի համար եւ շատ կարեւոր է, այո, ինքը առողջարար է։ Կինետիկ ավազ։ Շարունակենք թերթել պատմության էջերը, հասկանանք ինչ տոներով է առանձնացել այն միջազգային տոներից միայն այդ մեկն էր, հիմա գնանք ազգայիններին։ Նահանգների օրացույցում այսօր տեսնում ենք, որ այնտեղ կա նախագահական կատակի ազգային օր։ Չգիտեմ ինչ կատակներ են անում։ Նախագահական։ Դե դու փորձել ես կատակել այն նախագահական ասեն, այս կատակը շատ նախագահական է։ National Presidential Joke Day։ Իսկ ինձ թվում է այնտեղ են կատականում ուղղակի նախագահականում։ Աշխատակիցներն ու ղեկավար կազմը։ Մի խոսքով լավ։ Մի խոսքով։ Գնանք առաջ, ավազով խաղալու օր է։ Հիփ-հոփի օր են նշում նաև նահանգներում։ Դե հա։ Նաև իզուր կինետիկ ավազը, որ խոսեցինք, ավազով խաղալու օրն է Միացյալ Նահանգներում, այդտեղ ինչքան ավազ գտնեն, խաղում են հիմա այսօր։ Շատ ճիշտ են անում։ Այսօր նաև որդու եւ դստեր ազգային օր են նշում ամերիկացիները։ Շատ լավ օր է Միչայելոց այդպես։ Դե չի կարող առանց ուտեստի չլինել Միացյալ Նահանգների տոնական օրացույցը, արքայամորու գնդիկների օրն է այսօր։ Ես էլ բայց չստացվեց, այդքան այսպես ասած վառ երևակայությունս թույլ չտվեց։ Ես ուզում հիշել, վերջին անգամ մենք Զիմբաբվեին երբ ենք անդրադարձել։ Այսօր անդրադառնալ Զիմբաբվեում նշում են զինված ուժերի օրը։ Չգիտեմ դա ինչ կտարած լսողին, բայց օրացույցը մնում օրացույց։ Եթե այդպես ենք նայում, ապա Թուրքմենստանում սահմանապահի օրն են նշում, Լատվիայում ազատության մարտիկների հիշատակի օր, իսկ Կոլումբիայում ծուլության համաշխարհային օրն են նշում։ Բայց պետք է լինի Կոլումբիայի օր, չէ՞, բայց արիուտես համաշխարհային օր են անվանել ծուլության։ Ծուլության համաշխարհային։ Իդեպ ես իհարկե կճշտեմ, բայց կարծես թե այնտեղ երկրաշարժ էր եղել եւ այո, երեք բավականի ուժգին եւ իր կան զոհեր նաեւ նախանձելի չէ։ Շատ տխուր վիճակ էր, սարսափելի էր ցնցումները Կոլումբիայում, մի տեսակ, չգիտեմ։ Գանք Հայաստան եւ ամենակարևոր մեր տոներից մեկի մասին ենք խոսելու Նավասարդի մասին, նաեւ հյուրասրահում եւս մեր գործընկերը կգա եւ մեզ լավ տեղեկություններ կփոխացի։ Այո, ըստ Անանյա Շիրակացու եւ Հովանես իմաստասերի Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է նոր տարվա առաջին ամիսը ու այն կազմված է նավանոր եւ սարդ տարի բառերից։ Հին հայերը Նավասարդի արեգ օրը տոնում էին իրենց ամենակարևոր տոնը նվիրված բելի նկատմամբ Հայկ Աղեղնավորի հաղթանակին։ Նրա անունով երկիրը կոչվեց Հայկ, բնակիչները հայեր։ Նավասարդյան տոների շարքում են նաեւ Նավասարդյան խաղերը նվիրված Արամաստ Աստծուն եւ խաղաղորդներքը նվիրված Անահիտ Աստվածուհուն։ Նա անվանվել է հայոց սիրո եւ գեղեցկության Աստվածուհի Աստղիկի նամակը, նա նաև եղել է նմանակը ներողություն, զգացում է այն չէ, բայց շնորհակալ եմ։ Նա նաև եղել է չմահվան եւ չի ամուսնացել, հա։ Չմահվան է եղել, չի ամուսնացել, ոչ ոքի չի հավանել, էլի, դա նկատի ունի։ Ոչ ոքի չի հավանել, ոչ ոքի չի ամուսնացել, նրա գեղեցկությունը չի պակասել տարերի ընթացքում, որովհետեւ էներգիան պահել է միայն իրեն։ Չի շռայլել տղամարդկանց։ Լավ, ասում են տարին մի անգամ Աստղիկ Աստվածուհին նրան տարել է
երկնային Հերաստանները, այո, ու նրան լողացրել գեղեցկության ծովով վերադարձնելով երկիր։ Նա է իր գեղեցկությամբ հմայք դարձրել հայկական ամանորը։ Ինչպես ասում ես, մեր խելքի բանը չէ, Մեր մեր խելքի բանն է, հյուրի հետ նավասարդ է։ 10-ից հետո մանրամասն կզրուցենք։ Մանրամասների Չնեղվեք, Չենք չնեղվեք։ տեղափոխվենք Ճապոնիա։ Արի։ Այնտեղ լեռների օրն են նշում Ճապոնիայում։ Եվ միասնության շուրջ բարեն բարով երևի։ Տեսել ես վիդեո տարբերակները, որտեղ ճապոնացիները պարում են հայկական Լելա Սարեբեկյանի հետ երևի, չէ։ Յարխուշտա են պարում, քոչարի են պարում, Դա լավ են պարում, ոչ իրական, այնտեղ սովորում են, դե հայերը այնտեղ, որտեղ հայ, այնտեղ մի բան պիտի հետ։ Ապրեն ճապոնացիները, ես այնքան էլ լավ են պարում։ Ռուսները նշում են անառողջ սննդի օրը նաև օթապարիկով թռչելու օր։ Դե եւ նաև հավելենք հարգելի ռադիոլսողներ, որ Չադում էլ անկախության օրն է նշում։ Չի կարող դա։ Մեկ Չադը, մեկ Զիմբաբվեն այսօր օրացույցում։ Օրացույցի գլխավորն է։ Շարունակենք։ Տեսնենք ինչ հետաքրքիր եւ դեպքեր իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ։ Հենց այսօր ուզում եմ անպայման սրան անդրադառնալ։ 2002 թվականին կանխատեսել էին աշխարհի վերջի հերթական կանխատեսումն էին արել, այս վերջին շրջանում էլ օգոստոսը ոնց որ թե նման անդադար, եթե համացանցում հանդիպել եք, հաստատ միֆ էր, հա, որ վաղը շատ տարօրինակ օր է լինելու, վաղը գրավիտացիան 7 վայրկյանով անհետանալու է, վաղը չգիտեմ ինչ է լինելու, հեռախոսին նամակ եք ստանալու, դուք բոլորովին այլ մարդ եք դառը, մի խոսքով։ Միֆեր եւ բազմիցս մենք նման աշխարհավերջյան կանխատեսումներ ենք լսել, դրանք հաճույքով եւ նորմալ հաղթահարել ենք, ինչպես տեսնում եք։ Մի խոսքով աշխարհի վերջը չի եկել։ Դե 2002-ին էլ էին ասում, որ այսօր աշխարհի վերջն է լինելու։ 1999-ի այսօրը ամբողջական արևի խավարում տեղի ունեցավ, որը տեսանելի էր ամբողջ Եվրոպայում։ Այստեղ մի շատ հետաքրքիր իրադարձություն է տեղել, այո, 1984 թվականի այսօրը Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը մամուլի ասուլիսից առաջ միկրոֆոնը ստուգելիս առանց իմանալու, որ այն միացրած է, հայտարարել է. «Սիրելի ամերիկացիներ, ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ հենց նոր ստորագրեցի Ռուսաստանը բոլոր ժամանակներում օրենքներից դուրս թողնելու հայտարարությունը։ Ռմբակոծությունը կսկսվի 5 րոպեից»։ Դե իհարկե սա ուղղակի փորձեր անում ինչ-որ տեքստ պիտի ասել, որպեսզի խոսափողոստուգեին ու արի տես, որ միայն ինքը չլսեց, այլ լսեցին այլ մարդիկ։ Երաժշտական աշխարհից է հաջորդ իրադարձությունը 1969-ի այսօրը Բևերլի Հիլզի ակումբներից մեկում երգչուհի Դայանա Ռոսը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացնում է Jackson 5 խումբը հանդիսատեսի վրա անջնջելի տպավորություն է թողնում իհարկե 11-ամյա Մայքլ Ջեքսոնը այն ժամանակ։ Երաժշտական մասից եւս մեկ իրադարձություն 1926 թվականի այսօրը Kodak ընկերությունը հայտարարել է, որ սկսել է գունավոր կինոժապավենի ստեղծման աշխատանքները։ Գիտեք, այստեղ երկու փոքրիկ քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել։ Այո, Իրաքն ու Իրանը 1929-ի օգոստոսի 11-ին ընկերության պայմանագիր են կնքում։ Իսկ 1960 թվականի այսօրը ֆրանսիական Չադ գաղութը անկախություն է ձեռք բերում ու դառնում է Չադի հանրապետություն։ Մենք Չադից խոսեցինք այսօր, ասացինք, չէ՞։ Այո, ամերիկյան Արապաօե նավը աշխարհում առաջին անգամ ռադիոյով SOS ազդանշան է տվել 1909-ի այսօրը։ Գնանք կինոաշխարհ, որովհետև առանց այս հայտնագործությունների մենք այսօր չէինք ունենա կինոաշխարհի այն հնարավորությունները, որ ունենք։ Տեղափոխվում ենք 1906 թվական, հենց այսօրը ֆրանսիացի Էժեն Օգյուստեն Լոստը Բրիտանիայում արտոնագրում է կինոֆիլմին ձայնագրություն ավելացնելու տեխնիկան եւ համրը կարծես թե դառնում է արդեն խոսող։ Դե իսկ Ավստրիան կայսրություն է դարձել 1804-ի այսօրը։ 1492 թվականի այսօրը Ալեքսանդր 6-րդն ընտրվում է Հռոմի պապ։ Եվ իհարկե մեր թվարկությունից առաջ էլ գնանք 3114 թվական սկսվում է մայաների օրացույցի երկար հենց այս օրացույցով էր պայմանավորված, որ որոշել էին, որ այսօր աշխարհի վերջն է, հասկացար, զուտը դա էր պայմանավորված մի խոսքով։ Տեսնենք ովքեր են ծնվել, արագ հետո երգ կլսենք ու կշարունակենք։ Ինչ ունենք այստեղ ամերիկացի դերասանուհի Վիոլա Դեվիսն է ծնվել այսօրը 1965-ին։ Ամերիկացի երգիչ Ջո Ջեքսոնն է ծնվել հենց այսօրը 1954 թվականին։ Ջեքսոնը եղբայրն է, բոլորն էլ գիտեն, Jackson 5 խմբից բնականաբար։ Դու նրա պատվին ես այսօր Մայքլ Ջեքսոնի այսպես նկարներով շապիկը կրում, այո։ Միգուցե, ով գիտի։ Ահա, գնանք առաջ։ Այստեղ Հալկ Հոգանն է ծնվել 1953 թվականի այսօրը, ամերիկացի իմբիշ եւ դերասան։ Արձակագիր, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանն է ծնվել այսօրը 1918-ին։
Եվ վերջում ֆուտբոլային աշխարհից իտալացի ֆուտբոլային մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է ծնվել 1967 թվականի այսօրը։ Մենք ոչինչ բաց չթողեցինք, մնում է նաև շնորհավորենք օրվա բոլոր հոբելարներին եւ շարունակենք մեր ընթացքը։ Like the legend of the phoenix, all ends with beginnings. What keeps the planet spinning? The force from the beginning. Love. We've come too far to give up who we are. So let's raise the bar and our cups to the stars. She's up all night to the sun. I'm up all night to get some. She's up all night for good fun. I'm up all night to get lucky. We're up all night to the sun. We're up all night to get some. We're up all night for good fun. We're up all night to get lucky. 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 The present has no ribbon. Your gift keeps on giving. What is this I'm feeling? If you wanna leave, I'm with it. We've come too far to give up who we are. So let's raise the bar and our cups to the stars. She's up all night to the sun. I'm up all night to get some. She's up all night for good fun. I'm up all night to get lucky. We're up all night to the sun. We're up all night to get some. We're up all night for good fun. We're up all night to get lucky. 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 We're up all night to get. 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 We're up all night to get lucky. 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 We've come too far to give up who we are. So let's raise the bar and our cups to the stars. She's up all night to the sun. I'm up all night to get some. She's up all night for good fun. I'm up all night to get lucky. We're up all night to the sun. We're up all night to get some. We're up all night for good fun. We're up all night to get lucky. 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 Հայաստանում ժամը 10 է։
Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրերատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Հայաստանի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքի զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիք գագաթնաժողովում։ 10-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Մեջբերում կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ հնարավոր սահմանափակող միջոցների կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ հավաքական անվտանգության խորհրդի իրավասության ներքո է։ Դրա կազմում ընդգրկված են ՀԱՊԿ պետությունների ղեկավարները, որը նման որոշումներ ընդունելու իրավունք ունի կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա, ասել է Գալուզինը։ Նրա խոսքով ժողովրդի հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ Գալուզինի խոսքով ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է եւ պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերի կողմից, այդ թվում յուրաքանչյուր անդամ պետության ՀԱՊԿ մարմինների գործունեության ֆինանսավորմանը մասնակցելու պարտավորությունը։ Հայաստանը ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարել է 2024 թվականի փետրվարի 23-ին։ Երևանը դա պայմանավորում է նրանով, որ ՀԱՊԿ մասնավորապես 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում չի կատարել իր անվտանգային պարտավորությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համատեղ հայտարարություն են արել Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Միացյալ Նահանգները, Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ իրավազորությանը իրենց միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը, դրա տառին եւ ոգուն համապատասխան, ինչպես նաեւ տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։ Ավելին, Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների եւ փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաեւ երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը, խոստումները տրված են, խոստումները կատարված են։ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինական են ամբողջ աշխարհի համար եւ մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարդ բարգավաճ ապագա, ասված է հայտարարությունում։ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կնոջը Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկը ԱՄՆ-ում քննարկվելու է, արտգործնախարարությունում քննարկվել եւ ընդունվել է։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը գործընկեր լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից համագործակցաբար։ Այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները։ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինն անցած հունիսին հայտարարել էր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու։ Թուրքիայի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել զորակցություն հայտնելով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին եւ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին։ Հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում հայ եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում ձևավորված վերաբերմունքի եւ բարձրաստիճան հոգեվորականների նկատմամբ դատական գործընթացների կապակցությամբ։ Ըստ պատրիարքարանի դրանք վիրավորում են եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը եւ վնասում եկեղեցու ու հավատացյալների միջև դարերով ձևավորված կապերին։ Պատրիարքարանը պատասխանատուներին հորդորել է անխոցելի պահել հայ եկեղեցին եւ եկեղեցական հարցերը չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների։ Թբիլիսիում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայ բարերար Ալեքսանդր Մելիք Ազարյանցի եկամտաբեր տան հարկաբաժինները։ Շենքի ավերակները հայտնաբերվել են գետնի տակ Ռուստավելու պողոտայում։ Մելիք Ազարյանցի եկամտաբեր տունը կառուցվել է 1912-1915 թվականներին ռուս ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։ Այն դարձել է Թբիլիսիի առաջին եկամտաբեր տունը։
Այս ժամի համար այսքանը տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ I come from the city of sun. My ancestors Moshovan, the holy land of the Ark of Hayastan. For centuries we have tried to keep our peace and our pride. Our faith has kept us go on through the hardest times. Ով քնածել ելեք, ով արթունեցի թամբեք, թող իմանան եկել ենք մենք։ Եղել ենք կանք ու կլինենք, ու թե դժվար պահեր լինենք, երկով ու նվագով պիտի հաղթահարենք։ I bring the beat and the fun. The story has just begun. Come to my reality of love and unity. I hear the strings of canon, the sound that's calling me home. The pages of history are my destiny. Ով քնածվել ելեք, ով արթունեցի թամբեք, թող իմանան եկել ենք մենք։ Եղել ենք կանք ու կլինենք, ու թե դժվար պահեր լինենք, երկով ու նվագով պիտի հաղթահարենք։ Այդպես էլ է լինում հուհա։ 10:08 բարի լույս բոլորին։ Մենք շարունակում ենք։ Այո, բարի լույս հարգելի ռադիոլսողներ, կարևոր տեղեկություններին արդեն ծանոթացաք, տնից դուրս գալու հետ կապված բոլոր տեղեկությունները ներկայացրել ենք ծրագրի ավարտին կամփոփենք, իհարկե մեր աչքից չեն վրիպում նաև ձեր մեկնաբանություններն on-line համակարգում, եւ այսպես Վիգեն Եղիազարյանը մեզ ողջունում է, ասում է բարի լույս, լավ օր եմ մաղթում, քաղցր եւ սուրճ է ուղարկել մեզ on-line տիրույթի միջոցով։ Արտուր Սուքիասյանն ասում է բարի լույս իմ լավ մեկնաբաններ ջան, եւ հավելում ասում է ես կխնդրեի, որ հանրային ռադիո հայկական ռադիոյի 100-ամյակին ընդառաջի արդեն այս տարին 100-ամյակի առիթով հրավիրեք մեր հանրայինի նախկին աշխատակիցներին, որպեսզի կիսեն իրենց պատմությունը հանրայինի հետ կապված։ Մենք ունենք հատուկ հաղորդում հայկական ռադիոյի 100-ամյակի հետ կապված հատուկ հաղորդումների շարք կա, որտեղ հենց հանրային ռադիոյի աշխատակիցները գալիս են եւ պատմում են այդ պատմությունները, այնպես որ եթե դուք ուզում եք այդ պատմություններին ծանոթ լինել,
հետևեք Սարգիս Նաջարյանի հաղորդմանը, այնտեղ հյուրերը բացառապես հանրային ռադիոյի աշխատակիցներ են եւ ձեր ցանկությունը իրականություն կդառնա, այնպես որ այդպիսի հաղորդում կա, բայց այնպես է ստացվել, որ այսօր մեր հյուրը Ոչ թե նախքին, այլ ներկա, կարկառու ներկայացուցիչ։ այո, վառ գույներ Անհատականություն։ փոխանցող, անհատականություն փոխանցող հանրային ռադիոյին եւ յուրատեսակ հայկականին մոտ մեր արժեհամակարգին մոտ յուրատեսակ գիտելիքներ ձեզ փոխանցող Երաժշտագետ, ֆոլկլորագետ, Նուբար հայ-ավանդական երգի եւ բարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի հեղինակ եւ առող Լուսինե Նազարյան։ Բարի լույս Բարի լույս Լուսինե։ Լուսինե ջան։ Հազար բարի։ Մենք սովոր ենք իհարկե քեզ հետ եթերում հանդիպել 6-րդ ստուդիայում երաժշտական առավոտի շրջանակում, այսօր էսպես է ստացվել եւ մենք միասին փորձենք հասկանալ, ամփոփել, որոշակի տեղեկություններ ստանալ Նավասարդի հետ կապված, հատկապես որ նկատեցինք, որ մեր ռադիո լսողներին բավական հետաքրքիր է, նրանք ուզում են նույնիսկ շնորհավորեն եթերում։ Շատ հետաքրքիր առիթ է, շատ հետաքրքիր է, որովհետև եթե ես խոսելու լինեմ, ասենք ավելի շատ պիտի աշնանային Նավասարդի մասին խոսեմ, Եկեք հասկանանք, երբ է սկսվում հայկական իրական նոր տարին եւ ինչու հենց ամռան տապին։ Ուրեմն եկեք այսպիսի մի բան նկատի ունենանք, որ գլխավոր փոփոխությունները տոմարի, տարվա գլխավոր փոփոխությունները կապված են առհասարակ արևի պտույտի հետ, այսինքն արևադարձերի, գիշերը հավասարի, չգիտեմ, գարնանային, աշնանային արևադարձ, ամառային, գիշերային, ձմեռային գիշերահավասար, բոլոր այդ երևույթները դրա հետ են կապված, գոյություն ունի նաև գյուղատնտեսական տարի եւ շատ ու շատ հարցեր զուտ կենցաղային բացատրություն ունեն, շատ բարձ կենցաղային։ Ահա, այն որ գանք հին գարնանային ամանորից, դա մոտավորապես ընկնում էր գարնանային արևադարձի ժամանակահատվածում, այսինքն այն ժամանակը, երբ հողը տաքացել էր, կարելի էր վարուցանք անել, երբ բանջար կար, ուտելու բան կար եւ այլն։ Իսկ հաջորդ այդ Նավասարդ կոչված նոր տարին, որ հիմա սովորաբար արդեն ինչ որ մի ժամանակ, մոտավորապես մի 100 տարի դարձել է սովորություն օգոստոսի 11-ին, այսինքն հայկյան տոմարի Նավասարդի 1-ը նշել, դա էլ աշնանային Նավասարդ նոր տարին արդեն կապված է առատության հետ։ Այստեղ փաստորեն եղանակն ու բնությունն են մեզ թելադրում, երբ Առաջին պիտի հերթին։ նշենք։ Այսինքն այնքան ենք հեռացել հիմա, նույնիսկ իսկ այն ժամանակ ամբողջությամբ Բնության կախված հետ է էինք եւ կապված։ հաշվի էինք նստում բնության հետ։ Եվ հետո յուրաքանչյուր տարբեր շրջանների գլխավոր տոները տարվա տարբեր ժամանակների հետ էին համընկնում։ Այդ էլ կապված էր էլի բնության հետ։ Ասենք Լորվա բնությունը Տիգրանակերտի բնության նման չի, Արցախինը Վանի նման չի եւ բնականաբար ամենտեղ նույն բանը չի աճում, ամենտեղ նույն բանը չէր կարող լինել։ Այսպիսի բաներ կա։ Բացի դրանից, Տարածաշրջանային այդ տարբերությունները դրանով է նաեւ այո, պայմանավորված։ Լավ, բնություն այդ կլիմա։ դեպքում ինչ է թաքցնում հայոց հին տոմարի առաջին ամիսը Նավասարդը։ Եվ նայում ենք, երբ ինչը նկատի ունենք հայոց հին տոմար ասածը, հայկյան տոմարը, որովհետև ժամանակի ընթացքում տոմարը եւս փոփոխության է ենթարկվել, երբ մենք հայկյան տոմարից անցել ենք արդեն հուլյան տոմարի, որը համարվել է ավելի ճշգրիտ, այդ ժամանակ արդեն մեր շատ տոնակատարություններ փոխվել են։ Այստեղ պիտի նկատի ունենանք եւս մի հանգամանք արևելյան եւ արևմտյան Հայաստանի հետ կապված։ Եթե արևելյան Հայաստանը երկար ժամանակ պարսկական գերիշխանության տակ է եղել, արևմտյանը շուտ անցել է հունականի եւ այնտեղ մշակութային փոխազդեցությունները բնական են եղել։ Բնական էր, որ արևմտյան Հայաստանում պիտի միմյանց տային եւ վերցնեին, ասենք, հունական մշակույթի հետ, արևելյանում պիտի, ասենք, օրինակ այդ Նավասարդի սովորությունը եւ ես չեմ ասում իրենցից ենք վերցրել։ Մենք ամեն տարվա ամեն շրջանում ունեցել ենք իր գլխավոր տոնակատարությունը, ինչպես էր, չէ, ասենք, բերքը հասավ, խնձորը հասավ, առաջին պտուղը պետք է Աստծուն նվիրաբերել, հետո նոր ուտել։ Դդումը հասավ, չգիտեմ, ասենք անասունը արդեն մորթելու է, առաջինը Աստծուն, բնությանը, հետո նոր մարդիկ կարող են ուտել։ Այդպես է եղել նաև Նավասարդի ժամանակ։ Որն է Նավասարդի հիմնական խորհուրդը, այդ տոնի խորհուրդը, որ պետք է յուրաքանչյուրս իմանանք։ Ուրեմն
նախ ասեմ օգոստոսի 11-ի հետ, այսինքն Նավասարդի 1-ի հետ կապվողը, այդ հայկի եւ բելի պատմության հետ է կապվում, այլ գիտությունները, այլ մաթեմատիկական հաշվարկներով, աստեղատների, չգիտեմ ինչերի հետ են կապում, այսինքն մասնագիտություններ կան, ըստ որոշ մասնագիտությունների, այսպես ասեմ, գուցե բառը այդքան էլ տեղին չեմ ասում, հայկը մարդ էր, կոնկրետ պատմական կերպար էր, իսկ ըստ այլ գիտությունների, հայկը ոչ թե մարդ էր կոնկրետ, այլ ինչպես գիտենք, հայկի համաստեղությունը։ Իսկ բուն ժողովրդական տոնակատարությունը, որի մասին ես ավելի շատ իրավասություն ունեմ խոսելու, աշնանային նավասարդն է, որը ընդունված է եղել ավելի շատ տոնելու Լոռի, Տավուշ, Արցախ, Սյունիք շրջաններում։ Որոշ տեղերում դա կոչվել է Հարիսայի տոն։ Ինչի Հարիսան, ինչի, որովհետև այդ շրջանում կարել էր անասուն մորթել, այդ շրջանում անասունի միսը յուղոտ էր, իսկ Հարիսա կամ Քաշիկայի փլավի այդ միսը պիտի յուղոտ լինի, որպեսզի համ համեղ լինի, համ սննդարար։ Դե մենք բոլոր տոները եւ այլն մեզ համար շատ կարեւոր է նաեւ համեղ ուտեստների արկայությունը, մենք համեղ պատրաստող եւ վայելող ազգ ենք, բայց ես նաեւ կուզեինք խոսեինք մեկ այլ ասպեկտի մասին, մենք բոլոր տոները կամ մեր առօրյան նախկինում թող պարտադիր չի տոն լինի, ուղեկցվում են որոշակի երկու բարով, հա, ավանդույթներով։ Այն ժամանակ դե բնականաբար այդ ամբողջը շատ կարևոր իմաստ է ունեցել, հիմա մեր ժամանակները փոխվել են, հեռացել ենք, բայց ամենակարևորը, որ այդ երգերն ու բարերը կան, հիմա Նավասարդին հատուկ ինչ երգեր ու բարեր կան ու ոնց են տոնել։ Ուրեմն ես մի բան պիտի ասեմ, բոլոր տոների հետ կապված, ես առաջին հերթին հիշում եմ մեզ բոլորիս համար շատ սիրելի անուն, մեր նախկին գործընկերուհի Լիլիթ Սիմոնյանը։ Այո։ Ինձ համար ինքը, այո, Տոմարի լավ, իմ իմացած Տոմարի լավագույն մասնագետ։ Այո։ Եվ ես սովորաբար միշտ իր օգնությանն եմ դիմում, կամ իր գրքերին, կամ մի խոսքով առհասարակ, ըստ Լիլիթի Նավասարդի հետ կապված ինչ որ հիշատակություն կա, որ ժամանակին գուցե հատուկ բարեր եղել են, Նավասարդի բարեր, ինչպես օրինակ բարեկենդանի բարեր։ Իդեպ Նավասարդը եւ բարեկենդանը իրենց ծիսական արարողությունների շարքում բավականին նմանություններ ունեն։ Առատ ուտելիք, առատության խորուրդ եւ քաղցրավենիք։ Քաղցր պարավես Նավասարդի պես, բայց որ հատուկ երգ լինի Նավասարդի հետ կապված այդպիսի բան չկա եւ առհասարակ տարօրինակ չի որ չկա։ Չէ, տարօրինակ չի։ Այնպես չի որ բոլոր տոները, բոլոր արարողությունները իրենց հատուկ երգերն են ունեցել ու բոլորը հենց հատուկ այդ երգերն են երգել։ Մարդիկ երգել են ինչ իմացել են։ Երբեմն հարմարեցրել են։ Եվ այսօր մի հետաքրքիր սովորություն էլ արմատանում է արդեն այնպես որ ասենք մի 10-20 տարի հետո որ ասեն դարեր շարունակ Հայաստանում նշվել է Ղափամայի տոն, մարդիկ դրան կհավատան, բայց քանի որ Ղափաման եւս Նավասարդի խարջ է, այսպես ասած, էլի առատության, քաղցրության, յուղալի կերակուրի տարբերակ է եւ էլի պատրաստվել է աշնանը։ Ինչու? Որովհետեւ չրերը պատրաստ էին լինում աշնանը, դդումը հասնում էր աշնանը, ինչպես նաեւ կարուս խաչի այդ պատրաստման, չգիտեմ, երևույթը, ինչի, որովհետեւ քարաուս, նեխուր, կարոս կոչված բույսը աշնանային բույս է եւ իդեպ Նավասարդի ծիսական գործողությունների մեջ նաեւ թթու դնելու արարողությունն է։ Լուսինե, միթե Նավասարդյան խաղերի ժամանակ ոչինչ չեն երգել եւ այդ խաղերը լուրումուջ են արել։ Չէր կարող ոչինչ երգված չլիներ, եկեք հասկանանք Նավասարդյան խաղերը երբ էին Նավասարդի 1-ի հետ կապվող այդ ժամանակ թե աշնանային։ Արամած դասություն նվիրված։ Դրա մասին թող արդեն խոսեն Եվ խաղողորդներքը նաև Անահիտ Աստվածուհու նվիրված։ Այո, խաղողորդներքը եւս, ուրեմն ես այն որ ասում եմ, բոլոր տոները ունեն նվիրաբերության խորհուրդ, այսինքն խաղողը հասավ առաջին բաժինը Աստվածությանը, դա եղել է եւ նախաքրիստոնեական շրջանում, եւ քրիստոնեականում, եւ հիմա էլ առանձնապես բան չի փոխվել։ Ժամանակի ընթացքում երևույթները փոխում են իրենց մեկնաբանությունները։ Զուտ մեկնաբանություններն են փոխվում, քանի որ մարդկության մտածողությունը փոխվում է, հատկապես մեր դարաշրջանում, երբ ինֆորմացիոն դաշտը այսքան գերհագեցած է։ Դե մեր դարաշրջանում տոներն էլ են փոխել իրենց ավանդույթներն ու փաթեթավորումը, հիմա ամբողջը մարքեթինգ է, իսկ նախկինում այդպիսի բան չկար եւ ուղղակի ոչինչ չէին վաճառում եւ գումար չէին աշխատում, չէ՞, այդ ժամանակներում։ Մարդիկ, այսպես էր, ասենք օրինակ աշնան Նավասարդը կոնկրետ ինքը ձմռան նախապատրաստություն էր։ Զուտ պատրաստվում էին։ Ամառայինը
ամառայինը աշնանամուտեր ըստ էության։ Պատրաստվում էին աշնանը։ Հա, այսինքն օրինակ օգոստոս ամիսը բուրըն աշխատանքային շրջան էր, ցորենը հավաքելու, մշակելու եւ այլն։ Իսկ աշնանն ավասարդը դա արդեն ուտել խմելու եղանակ էր, ժամանակաշրջան էր, երբ սկսվում էին հարսանիքները։ Նաև կա կարծրատիպ, որ խաղաղորդներքից հետո նաև եղանակն է կոտրվում, ամառը փոխվում է դեպի աշուն։ Բա իհարկե դա խաղաղորդնեքի հետ կապ չունի, դա զուտ բնության երևույթ է, հա։ Տարեպտույտի հետ կապ ունեցող բան է։ Ինչն էի ասում։ Ուրեմն հարսանիքները։ Հիմա ոնց է, չէ՞, շատ շրջաններում մարդիկ երիտասարդները գնում են արտագնա աշխատանքի։ Հետո վերադառնում են աշնանը սկսվում են հարսանիքները մինչև գարուն, մինչև փողերը այն ժամանակ, հա, հին ժամանակներում գինին եւ ուտելիքը ղավուրման վերջանում էին։ Լրիվ նույնն է, այն ժամանակ էլ գնում էին, ասենք Արևմտյան Հայաստանից գնում էին, ասենք խոշոր քաղաքներ, Պոլիս էին գնում, Արաբկիր կարող է գնային, Արևելյանում գնում էին Թիֆլիս, Բաքու, խոշոր քաղաքներ էին գնում, որտեղ հնարավոր կլիներ գումար վաստակել։ Ասենք լոռեցիները Թիֆլիս էին գնում, սյունեցիները, մի խոսքով այսպես աշնանը վերադառնում էին եւ կարելի էր հարսանիք կարելի էր անել։ Աշնանը արդեն գինին, նոր գինին ամբարել էին, իդեպ նավասարդին թույլատրելի էր առաջին նոր գինու, թարմ երիտասարդ գինու կարասը բացել։ Նավասարդին էր բացվում։ Խոսքը աշնան նավասարդի մասին է։ Որքան հասկանում եմ, աշնան նավասարդը տենց ավելի ճոխ, ավելի, չգիտեմ, ավելի խորքային, քան ամառայինը։ Նորից ասեմ այն, որ մենք խոսում ենք, կարող ենք խոսել այն երևույթների մասին, որոնց մասին ավելի շատ ազգագրագետները տեղեկություն են հավաքել, տոմարագետները, հա, ազգագրագետները։ Եվ էլի ասեմ, որ ամենտեղ չէր, որ նավասարդը, այդպես աշնան նավասարդը ճոխ նշվում էր։ Ասում եմ, ընդունված է ասել, այսինքն ըստ եղած տվյալների, Լոռի, Արցախ, Սյունիք, կա վկայություն, տվյալներ կան, որ Արևմտյան Հայաստանում եւս նավասարդի նման աշնանային ինչ որ տոնակատարություններ եղել են։ Եվ այդ տոները, եթե առաջ կոչվել են այլ կերպ, քրիստոնեության ժամանակներում դրանք արդեն կապվել են քրիստոնեական սրբերի անունների հետ։ Եվ ասենք ինչ որ մի հնավանդ տոնը դարձել է Սուրբ Հակոբի տոն։ Այն ենթադրենք հին այսինչ մի տոնը դարձել է Հովանես Կարապետի տոն, որ կարծեմ թե հենց այս նավասարդի մեկի այս շրջանի հետ կապվող մի պահ մենք մի ժամանակաշրջան եկավ, որ այդ հին ավանդույթները, հին տոները ամբողջությամբ մոռացության էին մատնվել, բայց այս վերջին շրջանում նկատվում է, որ շատ են սկսել խոսել երիտասարդներն են հետաքրքրվում, փորձում են նաև թեկուզ ժամանակակից տեխնոլոգիաներով, բայց այդուհանդերձ մեր տոներին նոր շունչ հաղորդել եւ փորձել տոնել դրանք։ Տոնել պետք է, նոր շունչ հաղորդելու կարիք չկա։ Դե իրենք իրենց ձևով, էլի։ Բնականաբար մարքեթինգային մոտեցումը։ Մարքեթինգային մոտեցումը պիտի լինի, հասկանում առանց դրա չի կարող։ Հիմա դա է ժամանակակից իրականություն։ Հա, էտել է անցողիկ, եւ վերջը պատմության ընթացքի մեջ ամեն ինչ սովորություն ունի վերադառնալու ի շրջանս յուր։ Եվ գալիս է մի ժամանակ, երբ այն որ ամեն ինչ թվում է թե նոր բան չկա, հետ ենք նայում։ Հետ ենք նայում հնի մեջ հետաքրքրություն տեսնելու։ Փառք Աստծո, այսօր մեր հետաքրքրությունն ուղղված է դեպի մեր արմատները ու իսկապես շատ երիտասարդներ դրանով շատ են հետաքրքրված։ Կլինի ազգային բարերը, ազգային երգը կլինի, տոնակատարությունները, ուտեստները, հագուստը եւ այլն, անգամ հագուստը մենք չենք կարող ասել, թե ենթադրենք բոլոր դարաշրջաններում բնականաբար նույն բանը չեն հագել, ինչպես որ բոլոր դարաշրջաններում նույն կերպ չեն տոնել, նույն երգերը չեն երգել։ Դե ամեն ինչ փոխվում է, ժամանակին հարմարեցվում է։ Կան բանաձևային բաներ կան, երևույթներ, բանաձևեր կան, որոնք մնում են անփոփոխ։ Այսօր ես կարող եմ ասել, հիմքը վերցնում ենք եւ հա, մեր մտածողությունը արդեն մեզ հասկանալի ձևի է փոխում։ Այսօր կոնկրետ ասեմ ավանդական երգերի, ծիսական երգերի մեջ ամենաբանաձևայինը, դա ես չեմ ասում, դա օրինակ Մարիաննա Տիգրանյանը, երաժշտագետ, որը շատ խոր ուսումնասիրել է հարսանեկան ծեսը, թագվորագովքերն են, որոնք անփոփոխ են։ Հարսնագովքերը, այսպես ասած, շատ ավելի փոփոխական են, ավելի իմպրովիզացիոն են, ավելի նոր են։ Իսկ թագվորագովքերը, այսպես դրանք բանաձևային են, որովհետև կարծիք կա, որ դրանք հին թագադրման օրհներքեր են։ Դրա համար ձեռք չեն տալիս։ Դրա համար մարդիկ ենթագիտակցաբար դրանց չեն դիպել։ Ինչ անել, որպեսզի պահպանենք այն սիրուն լավ երկու բարը, որ աշխատանքային թեկուզ, հա, առօրյական
կամ մեր տոները, որոնք գեղեցիկ էին, բայց ինչ որ ժամանակ այսպես մոռացության մատնվեցին, ոնց անենք, որ ել ավելի շատ հետաքրքրությունը մեծանա։ Այսպես որ գնա, ովքեր որ հետաքրքրվում են, մի քիչ ավելի սկսեն հետաքրքրվել, ավելի լավ արդյունք կլինի, կան դրա լավագույն մասնագետներ կան։ Ուղղակի պիտի գիտության եւ պրակտիկայի, այսինքն Ոսկե միջին ենք բերում։ պիտի միանան, այսինքն գիտության մարդիկ պետք է սովորական մարդկանց հետ կապ ունենան, կարողանան տեղ հասցնել։ Եվ ինֆորմացիան փոխանցել։ Փոխանցել, ընդհանրապես Լույս, այ հաղորդման առաջին հատվածում մենք խոսում էինք Անահիտ Աստվածու նմանակի Աստղիկի մասին, չէ, հակառակ Աստղիկի նմանակ Անահիտի մասին ենք խոսում, որ եղել է այո, չի ամուսնացել, գեղեցկությունը պահել է։ Եվ տարին մի անգամ Աստղիկը նրան տարել է այդպես երկնային հեռաստաններ, նրան լողացրել գեղեցկության ծովում եւ վերադարձել երկիր։ Անահիտին։ Հա, դրա մասին մենք չգիտենք։ Բան չեմ կարող ասել ես միայն գիտեմ, որ Աստղիկը ինքը շատ սիրում էր լողանալ Արածանի ջրերում։ Տեսնում ես։ Եվ այդ ժամանակ, ասում է, երբ դիցուհին իջնում էր Արածանի ջրերի մեջ լողանալու, Արածանի թե մեղրագետ, մի խոսքով, մշո դաշտում, էլի։ Դա որպիսի երիտասարդները, որոնք գալիս էին թփերի արանքից հիանալու դիցուհու գեղեցկությամբ, չծիկրակ էին չնային, ինքը դաշտը պատում էր խիտ մշուշով։ Ու ասում են կարծիք կա, որ Մուշ քաղաքի անունը, Մշո դաշտի անունը հենց դրանից է եկել։ Մշուշ բառից եկող երևույթ է, երբ Աստղիկը իջնում էր լողանալու։ Ինչ հետաքրքիր էր այդ, տեսել էր բացահայտում։ Լուսինե, քեզ համար ամենամեծ բացահայտումը կամ զարմանքը, որ խոսել ես մեծամեծերի հետ, երբ շրջել ես Հայաստանի տարբեր հատվածներով ու ինչ որ ավանդույթ կամ ինչ որ հետաքրքիր պատմություն են պատմել, որն է ամենից շատ տպավորվել, որ հենց առաջինը հիմա եկավ մտքովդ։ Ոյ, դժվարանեմ ասել, որտեվ ամեն տեղից այնքան հետաքրքիր բաներ են։ Մեկը որ առաջինը եկավ հիմա։ Բայց որ ասեմ, այս պահին առաջինը տխուր բաներ մտքիս եկան, ոչ տոնի հետ կապված, կամ այսինքն մշակույթի կրողներ էին, որոնք պատմում էին իրենց այստեղ հայտնվելու պատմությունները, ուղղակի հենց դա մտքովս անցավ, բայց ասեմ հետաքրքիր պատմություններ եղել են ուտեստների հետ կապված, եղել է այդ ճամփորդությունների ժամանակ երգեր եմ գրառել, մարդիկ եկել են ու սկսել են երգել, այդ թվում եւ հարսանեկան երգեր են եղել եւ հարսանեկան երգ, որը մենք այսօր օգտագործում ենք ու արդեն մեզանից անցել է շատերը երգում են այդ երգը, անկիտակցաբար նույնիսկ չմտածելով թե որտեղ։ Լսել են, երգում են, լավ է, շատ լավ է, ասենք Աշտարակի Մուղնի գյուղից եկավ այդ երգը, չէ, Օհանավանից այդ երգը եկավ տարածվեց։ Այստեղ մի ուրիշ բան էլ կա, եթե ժամանակին ամեն շրջանում իրենց երգը, իրենց պարն էին ապարում, այսօր այդ սահմանը արդեն խառնվել է, լեղոզվել է, թեպետ այդ շատ ավելի վաղել է եղել, հա։ Օրինակ Սուրբ Կարապետի կամ տարբեր մեծ ուխտագնացությունների ժամանակ մշեցին, կառնեցին, չգիտեմ, բանը սալմաստեցին, եկել են նույն տոնակատարության ժամանակ, որ ընդունված եղել այդ նույն սրբավայրում անցկացնել, բնականաբար մեկը մեկից տարել եւ վերցրել է։ Բայց ավելի լավ, թող խառնվի, բայց բոլորն իմանանք, էլի, լսենք, սա շատ կարևոր արդյունքն է, այս բանը։ Իվերջո հայկական է եւ վերջ։ Այստեղ Արթուր Սուքիասյանը ջեն ողջույններ է ուղարկում քեզ, ասում է ողջույններս Լուսին ջան, հրաշալի գիտակ հայկական երկարվեստում։ Վահե Արտինյանը Ավստրալիայից գրում է, որ հրաշալի նյութ ես ներկայացնում, շնորհակալություն է հայտնում եւ խորհուրդ տալիս, որպեսզի այս ամբողջ տեղեկությունները փոխանցենք Աբոյին, նույն ինքը արհեստական բանականությանը, որ նա նույնպես զինվի այս համապատասխան գիտելիքներով։ Ինչևէ, այստեղ Աբոն կկախի, ինչպես ասում։ Չի դիմանա։ Եվ հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ, որ Լուսինե Նազարյանին կարող եք լսել հանրայինի եթերում շատ կարևոր երկու հաղորդումների շրջանակում իմ երգը եւ արմատներ ծրագրերը ներկայացնում է Լուսինեն, բայց Լուսինե ջան, մի տեսակ չեմ պատկերացնում զրույցը առանց քո գոնե կարճլիկ ակապելա երգի։ Մի տեսակ կիսատ է ամեն բան, երբ դու խոսքի մեջ չես երգում։ Այս վերջերս ուրեմն մի տեսանյութ է տարածվել, առիթ եկավ ասում էլի, որտեղ ես դարձել եմ համշենցի, այն էլ մահմեդական համշենցի, ինչ լավ է, որ մենք դեռ հայկականությունը պահպանում ենք, էլի։ Եթե մարդիկ կան, որ այդ տեսանյութը տեսել են, այդ ես եմ, ես համշենցի չեմ, ու համշենի երգ երգեմ, էլի, մի փոքրիկ կտոր, այսօրվա եղանակին համապատասխան։
Հավազալի մերալեց անդեր թակիդում չախսե գողանդեր աստածունիմ սև տային անդեր էգող ինձի դանաղանդեր չախկուկա ու կենացեր անդեր Ցունկուկաներ մենացեր անդեր Էրսուն օչխարուն օմանդեր Գյուրջիստանի մենացեր անդեր Շնորհակալություն հիմա Ծափարություններ հատուկ քեզ համար։ հատուկ քեզ համար Շնորհակալ ենք Լուսինե ջան միշտ կարևոր տեղեկություններ փոխանցելու մեր արմատներին մեզ մոտ պահելու համար եւ իհարկե քո լավ մարդ տեսակի համար որ կաս մեր կյանքում շնորհակալություն Ես էլ Մեր հայոց երաժշտության ասես շտեմարան եւ Ռադիոյի։ այո Լուսինե Նազարյանն է մեր ուղիղ եթերում կարճատև դաթար այնուհետև կշարունակենք Սուրճ ու սեր առավոտից Աղջիկ մեկավ պուլանուխա, հանինա
Սուրճ ու սեր առավոտից։ 10:34 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Մենք էլ շարունակում ենք ձեր ջերմ ողջույններին արձագանքել։ Զվարթ Բարսումյանն է մեզ ասում բարի լույս, շնորհակալություն ձեզ հարգելի ռադիոլսողներ ակտիվ լինելու եւ արձագանքելու համար։ Շարունակեք գրել on-line հարթակում, մեզ հետևել կարող եք armradio.am կայքի միջոցով եւ իհարկե Facebook-յան հարթակի միջոցով Հայաստանի հանրային ռադիո հայատար գրելով այդ տարբերակով 553702 դա մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է եւ ուզում ենք մի կարեւոր տեղեկություն փոխանցել ձեզ, որ հետո չասեք ինչու չասացիք։ Այո, սա կարևոր է հատկապես այն մեր ռադիոլսողների համար, որոնք ունեն 6-ից 10 տարեկան երեխաներ եւ կարծում են, որ նրանք տաղանդավոր են, կարող են երգել եւ պարել ու հայտնվել կախարդական բեմում ու կախարդական հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլում։ Ուշադրություն հարգելի ռադիոլսողներ, Հայաստանի հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլը հայտարարում է ընդունելություն 6-ից 10 տարեկան երեխաների համար եւ այսպես ընդունելության քննությունների օրերն են։ Ուշադրություն ֆիքսեք ձեզ մոտ սեպտեմբերի 2-ին, 3-ին եւ 4-ին ժամը 18-ին գալու եք ռադիոտուն։ Վայրը ռադիոտանն է լինելու, այնպես որ եթե ուզում եք ձեր փոքրիկը քննությանը մասնակցի եւ հետո հաջողությամբ ընդունվի Արևիկ, ապա պետք է ռադիոտանը լինել սեպտեմբերի 2-ին, 3-ին կամ 4-ին ժամը 18-ին։ Արևիկում իդեպ ուսումն անվճար է, դա միշտ հիշեք, երեխաները այնտեղ կրթվում եւ սովորում են լիովին անվճար, իսկ եթե հարցեր ունեք այս թեմայի վերաբերյալ, կարող եք զանգահարել 098 36 12 89 հեռախոսահամարով։ Սա Հետո չասեք, որ այո, չենք ասել եւ ընդ որում ասենք, որ անվճար է։ Ասացի։ Այո։ Ասացի եւ եթե հարցեր ունեք նաեւ կիսատված թողեցիք, ապա Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում տեղադրված է ամբողջ տեղեկությունը, կարող եք scroll անել եւ գտնել այս համապատասխան տեղեկությունը, բայց ձեր փոքրիկներին մի զրկեք իրենց երազանքից կամ կախարդական բերումերում ելույթ ունենալու հնարավորություններից։ Շարունակում ենք ինչ իրավիճակ այս պահին Երևանի փողոցներում։ Ինչ իրավիճակ է։ Ինչ։ 7 բալ խցանում եւ ես շտապում եմ հայտնել, որ այս պահին քաղաքապետարանի հարևանությամբ Բեյրութի փողոց եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների Խաչմերուկում աջ հատվածում ունենք վթար եւ այդ իսկ պատճառով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցը ավելի մանրամասն Ալեքսանդր Միասնիկյանի հրապարակի հատվածը գեր ծանրաբեռնված է, ինչպես նաև քաղաքապետարանի հարակից փողոցները եւս այնպես որ խուսափեք այդ հատվածից, եթե շտապում եք աշխատանքի։ Ես էլ հույս ունեի, որ այդուհանդերձ թեթև են լինելու փողոցները, բայց առույտես 7 բալ խցանում։ 7 բալ, այո, եւ իհարկե անպակաս ավտովթարները։ Այո։ Մենք շարունակում ենք լսել եւ դիտել հանրայինի առաջին ալիքը։ They say diggy 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 diggy.
Սուրճ ու սեր առավոտից։ 10:40 մենք շարունակում ենք աշխատել սիրով ձեզ համար միասին անցկացնելով ամառային առավոտը։ Այո, ամառային առավոտը անցկացնում ենք ձեզ հետ միասին, փորձում ենք ձեզ էներգիա փոխանցել, ինչու ոչ նաև մենք էլ ստանանք ձեզնից եւ ստանում ենք, որովհետեւ դուք շատ ակտիվ եք on-line հարթակում, շնորհակալություն ենք հայտնում ձեզ ջերմ ողջույնների համար, հարգելի ռադիոլսողներ, հիշեցնում, որ մենք սիրով ենք աշխատում ձեզ համար եւ ամենակարևորը, ոչ միայն կարևոր հետաքրքիր տեղեկություններ, այլև մի քիչ ուրախ, մի քիչ զավեշտ տալի, մի քիչ էլ տարօրինակ նորություններ եւս տալիս ենք։ Չգիտեմ, հաջորդ լուրը տարօրինակ է թե ոչ, այ ասա խնդրեմ, երբևէ դու կգնես քո կուրքի տիկնիկը։ Ոչ իհարկե։ Ինչու՞։ Որովհետև ես կուրք չունեմ ընդհանրապես, չեմ ունեցել, չեմ էլ ուզում ունենալ։ Թող ես լինեմ որևէ մեկի կուրքը, հա։ Ախ, ուզում ես քո անունով տիկնիկ դրվի եւ Հիմա գնեն։ գիտես, ժամանակներն այնքան են փոխվել, որ շատ արագ կարող ես ձեռք բերել քո նմանակ տիկնիկին։ Դրա մեջ ոչ մի բարդ բան չկա։ Չէ, բայց դες այս երական թողարկում օրինակ խնդրեմ Մայքլ Ջեքսոնի նման կերպարով կամ բազմաթիվ տիկնիկներ, բեմական հագուստներ այդպես առանձին է վաճառվում, ակնոցները վարսերն են փոխվում ամեն ինչ։ Գուցե ես շատ անհետաքրքիր աղջիկ եմ, բայց ինձ բացարձակ այդ որևէ անձով պայմանավորված կոլեկցիաները բացարձակ հետաքրքիր չէ։ Ես օրինակ կգնեմ Ջեքսոնի, որը բավականին թանկ գին է։ Ինչու չեմ է։ զարմանում։ Բայց արյոտես որ քիչ չէ նաև Ուիթնի Հյուսթոնի երկրպագուները, ովքեր պատրաստ են գնելու նաև նրա տիկնիկը, որը արդեն վաճառքում է, Mattel հայտնի ընկերությունը հարգանքի турք է մատուցել լեգենդար փոփ երգչի Ուիթնի Հյուսթոնի իշտակին եւ արդեն թողարկել է Barbie Signature շարքի նոր տիկնիկը, որը ոգեշնչված է նրա 87-ի I Wanna Dance with Somebody տեսալովակի վառ ու հեշտ ճանաչելի կերպարով։ Այ կհիշես։ Barbie տիկնիկները իրականում Whitney Houston-ի պես լինեն, այլ ոչ թե չգիտեմ ինչ անհասկանալի կերպարներ։ Բայց արյոտես որ այս տիկնիկը Հյուսթոնի նույնպես էժան չէ, $60 արժողությամբ կոլեկցիոն տիկնիկը վաճառքի է հանվել օգոստոսի 8-ից։ Արդեն վաճառքում է։ Հասանելի է բոլոր սոցցանցերում, Amazon եւ այլ սոցարցանց հարթակներում։ Նոր Barbie-ին միջև վերջին մանրուքը վերստեղծում է երկչու հայտնի տեսքը տեսոլովակից տիկնիկը հակել է աչքի ընկնող այդ մանուշակագույն զգեստը կհիշես տեսոլովակից։ Ես կասեի վարդագույն։ Այո, ինչ որտեղ դե կերպարը լրացված է գունավոր զանգվածային այսպես ականջողերով։ Բնորոշ, այո, արտահայտիչ աչքերի դիմահարդարմամբ։ Մի խոսքով, եթե ուզում եք, եթե սիրում եք Հյուսթոնին, կարող եք գնել տիկնիկ արդեն կա վաճառքում։ $60 թանկ չի։ Իրականում կոլեկցիոն տիկնիկի համար, բայց կոլեկցիոն տիկնիկ է եւ բավական լավ գինի հաշվի առնելը, որ մեզ մոտ էլ կուրսը իջել է։ Դա էլ կա։ Ընդ որում ասեմ, որ տիկնիկը վաճառվում է սեփական միկրոֆոնի հենակով։ Վայ, ամեն ինչ մտածել են ամեն ինչ։ Իրականում շատ լավ է։ Այսպիսի տիկնիկներ թող ավելի շատ լինեն, քան չգիտեմ ինչ կերպարներով տիկնիկները, որ չես հասկանում ինչ են առհասարակ եւ ընդհանրապես Barbie ընկերությանը խորհուրդ կտայի, որպեսզի որքան հնարավոր է իրականությանը Mattel ընկերությունն է։ Mattel ընկերությանը շնորհակալություն հայտնենք, որ փորձում են այս տարբերակները մշակել, այլ ոչ թե ինչ որ տարօրինակ ագրեսիվ, չգիտեմ ինչ կերպարներ ստեղծել։ Այդպեսի բան, իսկ մենք վերհիշում ենք հանրահայտ I Wanna Dance with Somebody Loves Me հիթը հենց հիմա մեր եթերում։ Ooh, yeah.
ուսեր առավոտից։ 10:47 րոպե մենք շարունակում ենք աշխատել հանրայինի ուղիղ եթերում։ Այո, եւ կան արտիստներ, որոնք իրենց երգերով թեպետ ֆիզիկապես մեծ չեն, բայց իրենց երգերով միշտ ներկայությունն են իրենց ապահովում։ Whitney Houston-ը կարծում եմ հենց այդ արտիստներից է։ Michael Jackson-ը եւս մի խոսքով եւ շատ լավ է, որ նրանց երգերը միշտ ակտուալ են ու միշտ լսվում են, որովհետեւ կարծում եմ հենց այս երգերում քանի որ կա իմաստ, բովանդակային եւ մեղեդայնությունն է շատ գեղեցիկ, դրա համար էլ միշտ հասնում է դեպի մարդու հոգու սրտերն ու լարերը եւ հիշում ես ինչ աստղաբաշխական թվեր էին կամ որքան էին մարդիկ հերթեր կանգնում որպեսի հայտնվեին Whitney Houston-ի կամ մեկ այլ հայտնի աստղի համերգին մի տեսակ հիմա մի քիչ հեշտացել է չէ բայց միևնույն ժամանակ վտանգներն են շատացել բայց հիմա էլ կարող են հայտնվել այս կամ այն աստղի համերգին եւ հետո Պարզվի, որ աստղը չի։ գրել ասել որ դա դու չէիր դա քո նմանակներ դա քեզ նման չէր Ինչպես այ օրինակ վերջերս մեծ աղմուկ Հայաստանում, հա, Երևանում բարձացավ, ասում էին Ռիհաննան է եկել Երևան, բայց իրականում Ռիհաննան չէր, այլ Պրիսցիլա Բեատրիս անունով մեյքափ արտիստ։ Որը նման է Ռիհաննային եւ ելույթներ է, հա, Ունենում է երգում է, շարժվում է, պարում է։ Որպես Ռիհաննայի պաշտոնական նմանակ։ Դե չգիտեմ, պաշտոնականա թե ոչ, բայց նմանակ է մի խոսքով։ Վերջերս էլ Աշերին էին մեղադրել, որ այ համերգներից մեկի ժամանակ Քրիս Բրաունի հետ դա դու չես եղել, երկրպագուները մեծ այսպես ալիք էին բարձրացրել, ընդ որում տարբեր օգտատերեր գրում են որ Աշեր դա դու չես կարող խաբել Նյու Յորքին, եղբայր, ես ուզում եմ իմ փողը վերադարձնես, վերտարությամբ բավականին 4 միլիոն դիտում հավաքած այդ տեսագրության տակ մեկնաբանությունները հենց մեղադրում են որ Աշերը չի եղել Կիրակի օգոստոսի 9-ին Աշերը հումորով է արձագանքել այդ դավադրության տեսությունների տրենդին, համերգից տեսանյութ եւ իր մեկնաբանությունների սկրինշոթեր հրապարակելով շրջագայության պաշտոնական Instagram-ի էջում։ Ծիծաղելով երկրպագուների ֆանտազիայի վրա երաժիշտը գրել է դուք այնքան զվարճալի եք, ինչպես եք դա մտածել։ Բայց ասում են Աշերը իրեն նման չի եղել, չգիտեմ, ելույթի ժամանակ այդ իսկ պատճառով երկրպագուները այո մտածել են որ դա իր նմանակն է, բեմում այլ ոչ։ Չգիտեմ Մի խոսքով իմիջիալոց նմանակները բոլոր արտիստներն էլ ունեցել են իրենց նմանակներ Եվ ոչ միայն նաև քաղաքական գործիչները եւս ունեն եւ կարծում եմ նաև հաճախ դա պահանջ է, հա, կարծես թե դրա կարիքը կա, հա, կարիք նկատի ունեն, ել չեմ խոսում որ հոլիվուդյան աստղերը, հա, այսպես իրենց նմանակներն ունեն, որոնք իրենց փոխարինում են ֆիլմում նկարահանման որոշ տեսարաններում։ Դա կասկածյորներն են, դա գիտեմ։ Ոչ միայն կասկածյորները կան տեսարաններ, որ օրինակ հրաժարվում է դերասանը կամ դերասանուհին նման տեսարանում նկարահանվել եւ իր նմանակն է այդ տեսարանում նկարահանվում, բաց տեսարանների մասն է խոսքը։ Եվ այս պարագայում նմանակները գալիս են օգնության, եթե իրանք իհարկե չեն թաքցնում եւ բաց այդ ասում են, որ նմանակին դա նորմալ է, բայց երբ նմանակը ելույթ է ունենում իսկականի քողի ներքո, ապա դա արդեն խաբեություն է։ Զերծ մնանք խաբեությունից եւ լսենք Աշերի կատարողներից մեկը։ Side to side. Thank God the week is done. I feel like a zombie gone back to life, back to life. Hands up, yeah, suddenly we all got our hands up. No control of my body. Ain't I seen you before? I think I remember those eyes. 'Cause baby tonight, the DJ got us falling in love again. Yeah, baby tonight, the DJ got us falling in love again. So dance like it's the last night of your life. Life won't get you right. 'Cause baby tonight, the DJ got us falling in love again.
get you right. 'Cause baby tonight, the DJ got us falling in love again. Don't lie. Hear no evil, speak no evil, see no evil. Get it, baby. Hope you catch that like T.O. That's how we roll. My life is a movie and you just TiVo. Mommy got me twisted like a dreadlock. She don't wrestle, but I got her in a headlock. Never do make a bedrock. Mommy on fire, red hot. Bada bing, bada boom. Mr. Worldwide as I step in the room. I'm a hustler, baby, but that you knew. And tonight is just me and you, darling. The DJ got us falling in love again. Yes, take over the world. Baby, tonight, DJ got us falling in love. Let go, falling in love. Oh, so dance like it's the last night of your life. Won't get you right. 'Cause baby tonight, DJ got us falling in love again. Yeah, baby tonight, somebody get DJ got us falling in love again. Get your hands up, come on. So dance like it's the last night of your life. Won't get you right. 'Cause baby tonight, the DJ got us falling in love again. Yeah. Thank you, DJ. Սուրճ ու սեր առավոտից։ 10:54 վերջին րոպեներն են մեր այսօրվա եթերի։ Այո, հարգելի ռադիո լսողներ, մենք սիրով աշխատեցինք ձեզ համար եւ իհարկե սիրով ու ջերմությամբ էինք ընթերցում ձեր բոլոր մեկնաբանությունները։ Շնորհակալություն ենք հայտնում, որ նախընտրում եք յուրաքանչյուր առավոտ այս ժամանակահատվածն անցկացնել մեզ հետ միասին եւ լիահույս ենք, որ կարողանում ենք օգտակար լինել։ Օգոստոսի 11-ի առավոտը ձեզ հետ սիրով անցկացրեցին Լուսինե Մուրադյանը Եվ իհարկե Տիգրան Հարությունյանը, մենք սիրով աշխատեցինք ձեզ համար, հիմա կգնանք մեր մյուս գործերին։ Նույնը մաղթում ենք ձեզ, որպեսզի կարողանաք հասցնել կազմակերպված կատարել ձեր բոլոր գործերը եւ հասցնել բոլորը ավարտին, ոչ մի կիսատ գործ չթողնեք։ եւ ամենակարևորը որ կվերադառնանք Անդրեյնի ուղիղ եթեր վաղն առավոտյան 9:30-ին։ Մենք միշտ յուրաքանչյուր առավոտ ձեզ ասում ենք բարի լույս։ Կհանդիպենք այսքանը։ Love it when she got it. Jason Derulo. Love it when she got it. She got that vibe, mi chico. Dance all night, mi chico. Eyes on me, mi chico. Midnight, here we go, chico. She got that vibe. Chico, Dance all night. chico. Love it when she call me Chico. Midnight, here we go, chico. You the only reason that the city girls up right now. Might know your money, you ain't thinking about love right now. I put my faith in us when we didn't stay in touch. You stopped picking up my calls, it was obvious. Slow down, come close to me. Your touch is all I need. Girl, your body cries for me. Saying those words that make me weak. She got that vibe, mi chico. Dance all night, mi chico. Eyes on me, mi chico. Midnight, here we go, chico. She got that body.